Դուք երբևէ մտածել եք, որ Ձմեռ պապը կարող էր սպանել իր ընտանիքը։ Հնչում է անհավատալի, չէ՞, բայց այսօր ես ձեզ կպատմեմ իրական 100% փաստերով մի պատմություն։ 2008 թվականի դեկտեմբերի 24-ը Կալիֆոռնիայի Կովինա քաղաքում պետք է լիներ սովորական տոնական երեկո։ Կազը ընտանիքը հավաքվել էր տանը, շուրջ 25 մարդ տոնելու սուրբ ծնունդը։ 2 ժամ շարունակ բոլորը ծիծաղում էին եւ նվերներ բացում։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ 3 ժամանց այդ տունը կդառնա ամենահանրահայտ արյունալի հանցագործությունների վայրը։ Ժամը 23:30-ին տան դուռը թակեցին։ 8 տարեկան մի աղջիկ ուրախ վազեց դռան մոտ, մտածելով, որ իրական Սանտան է եկել, եւ հենց դա էր ամենասարսափելին։ Դրսում կանգնած էր մի տղամարդ, հագած ամբողջությամբ Ձմեռ պապի զգեստ, նրա անունն էր Բրյուս Պարդոն։ Նա նախկինում ամուսնացած էր այդ տան աղջիկներից մեկի հետ։ Ես ուզում եմ նկարել ձեզ համար շատ լավ որակյալ տեսանյութեր, բայց դրա համար ինձ պետք է գումար։ Չէ, ես ձեզից գումար չեմ ուզում։ Ինձ աջակցելու համար դու կարող ես ներբեռնել Վլադիմիր Էրպետ, այսինքն հասարակային, եւ խաղալ ինձ հետ։ Խաղը կարծես իրականություն լինի։ Սկզբում դու աղքատ ես, իսկ հետո պետք է արեստանաս, իսկ թե ինչպես որոշում ես դու։ Դու կարող ես լինել օրինակ ոստիկան կամ գանգստեր, կամ ուղղակի սովորական աշխատող, ենթադրենք շախտայում, այսինքն խաղալ լրիվ իրականություն է։ Դե ներբեռնի միացի ինձ խաղալու։ Ես սպասում եմ իմ հետևորդներին Վլադիմիր Էրպետ երկրորդ սերվերում։ Հա, ես մոտ հարց արեցի, թե ինչպես ներբեռնես։ Ահա, դիգի, թե ինչպես ներբեռնես iPhone-ով, Android-ով կամ էլ համակարգչով։ Այդտեղ խաղումներն են մոբայլ նշանակում է iPhone, Android, PS նշանակում է համակարգիչներ։ Մուտք են գործում կամ App Store կամ Google Play, ունենք հասել online, ներբեռնում են, մուտք են գործում։ Սպասում եք մինչև բացի։ Հավատացեք 4 GB-ը շատ քիչ է կոմպի խաղը հեռախոսով վայելելու համար։ Սպասում եք մինչև ներբեռնի, արագությունը կախված է ձեր ինտերնետից։ Պետք է մեր անվանումը, պետք է լինի ձեր անունը, տակի գծիկ Յան, այսպես։ Հետո ընտրում ենք սերվերը, մենք հայրով խաղում ենք համար 2-ում։ Գրանցում ենք, գրում ենք մեր Gmail-ը։ Որին մենք դաշնապար, որը միտքը հիշենք։ Ընտրում ենք կերպարին, ամենակարևորը այստեղ գրում ենք նարեկ տակի գծիկ Յան, այսպես։ Ընտրում ենք մեր խաղի դերքերի կարգավիճակը, ոսկե պրոմոկոդը, բացում ենք մեր չաթը, թարգից կոդը #NX։ Պրոմոկոդը ձեզ կտրամադրի 70000 plus Nissan GT-R 35 մեքենա, Fit Gold 3 օր։ Ինչպես ներբեռնել համակարգչով, սեղմում ենք Nash Y, այնուհետև կաչած launcher-ը, բացում ենք ներբեռնած եւ ընտրում ենք որտեղ ենք ուզում տեղադրի հենց խաղը։ Ես սպասում եմ, ընտրում ենք գրաֆիկան, գրում ենք մեր անունը պարտադիր տակի գծիկ Յանով եւ սերվերը, իհարկե համար երկրորդ սերվերը։ Համակարգչով գրանցվելու մենյուն համարյա նույնն է, ուղղակի չենք օրանում ով է ձեզ հրավիրել դաշտում, գրել նարեկ տակի գծիկ Յան։ Եվ ամենակարևոր բաններից մեկը եւս գրում ենք պրոմոկոդը #NX։ Աղջիկը ժպիտով բացեց դուռը, Պարդոն բարձրացրեց ձեռքի ինքնաձիգը եւ կրակեց։ Ու հենց այդ պահին սկսեց 2008 թվականի ամենասարսափելի դաժանությունը։ Ձմեռ պապի զգեստով այս մարդը մտավ ներս եւ սկսեց կրակել բոլորի վրա՝ մայր, հայր, քույր, եղբայր եւ տան ամբողջ հյուրերի։ Սակայն Պարդոն չէր եկել միայն կրակելու համար։ Նա իր հետ բերել էր ինքնարժեն կրակային սարք, լցված բենզինով ու ճնշումով։ Կրակոցներից հետո նա բացեց այդ սարքը եւ ամբողջ տունը հրկիզեց։ Նրանք վնասված զանգեցին 991։ Ամբողջ զանգը ձայնագրվել է։ Կարող եք լսել իմ Instagram story-ում հենց հիմա։ Զանգը ապշեցուցիչ էր։ Կովինայի հրշեջները եկել են մի քանի րոպե անց, բայց տունը ամբողջովին հավասարվել էր հողին։ Այդ գիշեր զոհվեց 9 մարդ։ Սրանք պաշտոնական տվյալներ են։ Բրյուս Պարդոն փախավ այդտեղից, բայց հետագայում նրան գտան ինքնասպան եղած։ Այս դեպքը հայտնվեց CNN, BBC, Los Angeles Times թերթերում եւ լրատվականներում։ Սա ամբողջ աշխարհում հայտնի է որպես իրական մարդասպանի պատմություն։ Սա հորինված չէ, սա դառը իրականություն է։ Սա հուշում է, որ ամենաբարի մարդու դիմակի տակ կարող է թաքնված լինել իրական հրեշ։ Իսկ դու ինչ ես կարծում։ Գրիր մեկնաբանություններում։ Ինձ համար շատ հաճելի է լսել ձեր կարծիքները։ Շնորհակալություն, որ դիտեցիր։ Խնդրում եմ, դիր լայք, բաժանորդագրվի, իսկ մենք դեռ կհանդիպենք։